Ստիպված եկել ենք օտար երկիր, որ փող վաստակենք, մեր ընտանիքները պահենք։ Ուրեմն ես եկել եմ Ռուսաստանի Դաշնություն 4 տարի առաջ, քանի որ Հայաստանում հիմա ծանր կացություն է, աշխատանքի առումով շատ դժվար է աշխատանք գտնելը։ Աշխատանքի պայմանները այնտեղ շատ վատացել են, եկել եմ այստեղ աշխատելու, որպեսզի օգնեմ իմ ընտանիքին եւ շատ գոհ եմ։ Մենք ճիշտ ենք խոսում ու այն ինչ որ հիմա Հայաստանում կատարվում է, նորմալ մարդ, նորմալ մտածող մարդը չի կարա համակերպվի այսօրվա դրությամբ այդ իշխանությունները ինչ ծրագիր են, ինչ ճանապարհով են մեր ազգին տանում։ Լրիվ հակառակն է։ Միայն այն արդյոք որ իմ ազգը հիմա ստեղ է, ազգիս կեսը ստեղ է Ռուսաստան, ինձ թվում է սխալ ճանապարհ է, որ Ռուսաստանին բան անել, մեջքով ֆռալ։ Շատ ահավոր վիճակ կա, որովհետև ինչքան Հայաստան հայություն կա, այդքան էլ Ռուսաստանում կա 90% ժողովուրդը եւ այստեղ աշխատում են, ապահովում են իրենց ընտանիքները։ Շատ վատ կանրադառնա Հայաստանի ժողովրդի վրա, որովհետև գազը կթանկացնեն, աշխատատեղեր չի լինի, եթե վատացնեն իրավիճակը, ստեղից գումարներ էլ մենք չենք կարա ուղարկենք։ Դա շատ վատ կլինի, որովհետև մենք ապրում ենք Ռուսաստանի Դաշնությունում եւ մեր հարազատներին օգնում ենք ստեղից ֆինանսապես, հոգեպես օգնում ենք այնտեղ։ Հայերի համար, որոնք ապրում են Ռուսաստանում ու աշխատում են, դա կլինի շատ վատ, քանի որ նրանք ստիպված պետք է հետ վերադառնան Հայաստան, իսկ Հայաստանում անորոշություն է։ Իհարկե, այսօրվա գյուղատնտեսությունը Հայաստանի անկում կապրի, որովհետև Հայաստանի բոլոր ապրանքները ծախում է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ այդ իսկ պատճառով մենք կտուժվենք 100%։ Իհարկե, բնակչության ակտիվ մասնակցության միջոցով կարելի է կառավարությունը փոխել։ Այո, եթե մենք ազգովի մտնենք ընտրության ու չընտրենք Փաշինյանին, լավ կլինի ամեն ինչ։ Եթե արդար ընտրություններ լինի, հնարավոր է փոխվի ղեկավարությունը ու դեպի լավ եղնի, չգիտեմ։ Եթե հիմա սրանք լինեն, ոչ միայն աշխատանքի, այլ նաև Հայաստանի ինչ որ մասն էլ չի լինի։ Ես կուզենայի նրանց քաջություն ցանկանալ, քաջություն մաղթել, որպեսզի նրանք կատարեն ճիշտ ընտրություն։ Ես կոչ եմ անում իմ բարեկամներին, հարազատներին, որ գնան եւ ճիշտ ընտրություն կատարեն, որպեսզի մեր Հայաստանը ապրի ու շատ լավ ապագա ունենա։ Տվեք ձեր ձայնը, ձեր ապագայի, ձեր ժողովրդի համար, նույնիսկ մարդիկ կան, որոնք այստեղից չեն կարող գալ մասնակցելու, մեր ցանկություններին, նրանց հարազատներ այնտեղ են գտնում, հարազատներ հետ գնացեք քվեարկեք նրանց փոխարեն։